Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրի Երմակը հեռանում է զբաղեցրած պաշտոնից, այդ մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Առավոտյան հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։ Դա տեղի է ունեցել Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալի ֆոնին, որը կապված է Էներգոատոմ ընկերության հետ։ Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները պարզել են, որ պետական կազմակերպության միջոցով միլիոնավոր դոլարների լվացումներ են եղել։ Նշվում է, որ խոշոր չափի հափշտակության սխեմայի հեղինակը եւ հիմնական շահառուներից մեկը եղել է Զելենսկու նախկին գործընկեր Թիմուր Մինդիչը։ Արծարծվում էր նաեւ Անդրի Երմակի անունը։ Ավելի վաղ աշխատանքից ազատվել էին նաեւ արդարադատության նախարար, էներգետիկայի նախկին նախարար Հերման Գալուշչենկոն եւ էներգետիկայի նորանշանակ նախարար Սվետլանա Գրինչուկը։ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Հունգարիայի վարչապետին։ Վլադիմիր Պուտինը փակ ձևաչափով քննարկմանն ընթരാճ հայտարարել է, որ չնայած գլոբալ խնդիրներին, երկու երկրի հարաբերությունները զարգանում են տարբեր, այդ թվում էներգետիկ ոլորտում։ Նաև տեղյակ ենք ուկրաինական հարցի շուրջ ձեր հավասարակշռված դիրքորոշմանը, դիմել է Կրեմլի ղեկավարը Վիկտոր Օրբանին։ Հունգարիայի վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ գործակցությունն այսուհետ էլ կընդլայնվի։ Բուդապեշտը տեղի չի տվել արտաքին ճնշումներին եւ չի դադարեցրել Մոսկվայի հետ շփումները, հավելել է Օրբանը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը նա նշել է, որ Ուկրաինան Հունգարիայի հարևանն է եւ երկիրը զգում է հակամարտության հետևանքները։ Հուսով ենք, որ վերջերս ներկայացված նախաձեռնությունները կհանգեցնեն խաղաղության, շեշտել է վարչապետը, հավատացրել, որ Բուդապեշտը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար։ Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ նախկինում տվել է իր համաձայնությունը Թրամփի հետ Հունգարիայում հանդիպելու առաջարկին։ Հատկանշական է, որ Վիկտոր Օրբանը Մոսկվայում է չունենալով բանակցությունների համար եվրոպական մանդատ։ Ավելի վաղ Եվրախորհրդարանը նույնիսկ բանաձև է ընդունել, որով կոչ է անում ԵՄ խորհրդին ժամանակավորապես կասեցնել Հունգարիայի քվեարկելու իրավունքը, այդ թվում Բուդապեշտի ռուսամետ դիրքորոշման, ինչպես նաև Մոսկվա չհամաձայնեցված այցերի պատճառով։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ առաջիկա օրերին կարևոր բանակցություններ են լինելու ուղղված խաղաղությանը եւ անվտանգության երաշխիքների առաջմղմանը։ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասնել է, որ խոսքը ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի դրույթների մասին է։ Կիևի թիմը պատրաստ է առարկայական քննարկումների, կապի մեջ ենք ամերիկյան կողմի եւ մեր եվրոպացի ընկերների հետ, անում ենք հնարավորը, որպեսզի Ուկրաինան բավարար պաշտպանական աջակցություն ստանա, նշել է նա։ Զելենսկին հավելել է, որ բացի պատվիրակությունների մակարդակով շփումներից ինքը եւս հաջորդ շաբաթ կարևոր բանակցություններ է անցկացնելու։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից էլ հայտարարել են, որ Կիևը խաղաղության դիմաց չի հրաժարվի տարածքներից, նման փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ սահմանադրությունն արգելում է դա։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի հիմնական պարամետրերը, որոնք քննարկվել են Ժնևում, Կիևի, Վաշինգտոնի եւ եվրոպական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ, փոխանցվել են Մոսկվային։ Դմիտրի Պեսկովի խոսքով բոլորն էլ նախընտրում են խաղաղ կարգավորում տեսնել։ Նա հավելել է, որ խաղաղության ծրագրի բոլոր դրույթները, այդ թվում տարածքների հարցը մանրամասն քննարկվելու են, սակայն Մոսկվան չի ցանկանում այդ մասին հրապարակավ խոսել։ Պեսկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարցով ներկայումս բանակցություններ է վարում միայն Միացյալ Նահանգների հետ։ Զուգահեռ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Բերլին այցի ընթացքում Հական Ֆիդանը հայտնել է, որ Սերգեյ Նարիշկինը ներկայացրել է ամերիկյան ծրագրի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը։ Թուրք դիվանագետի խոսքով այս հարցի շուրջ կան զարգացումներ։ Դիանա Գասպարյան, լուրեր։